Ozempic, Mounjaro, Trulicity, Victoza, ամենայն հավանականությամբ լսել եք այս դեղամիջոցների մասին։ Եթե դուք երբևիցե տեսել եք, թե ոնց են մարդիկ այս դեղամիջոցները օգտագործելով հսկայական քանակի քաշ կորցնում ու երբևիցե ինքներդ մտածել եք օգտագործել սրանք, կխնդրեմ այս վիդեոն ամբողջությամբ նայեք, որովհետև շատ հնարավոր է, որ այս ընդհանրապես լավ միտք չի։ Ավելի ու ավելի շատ գիտական գրականություն է հրապարակվում, որտեղ նայում են նրան, թե ինչ է լինում այն մարդկանց հետ, ովքեր այս դեղամիջոցները օգտագործելով նիհարելուց հետո դադարեցնում են այս դեղերը օգտագործել։ Ու բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ մարդկանց մեծ մասը սրանք դադարեցնելուց հետո սկսում է իրենց կորցրած քաշը հետ բերել ու դեպքերի մեծ մասում մոտ 1.5 տարում լրիվ վերադառնում է իրենց հին քաշին։ Ու այն թե ինչի է այս տեղի ունենում, բավականին պարզ է, եթե դու հասկանում ես, թե այս դեղամիջոցները ոնց են աշխատում։ Սրանք GLP-1 agonist-ներ են։ GLP-1-ը կամ glucagon-like peptide-ը հորմոն է, որը մեր բարակաղիքը արտադրում է սնունդ ընդունելուց հետո։ Այս հորմոնը դանդաղեցնում է մարսողությունը ու նաև կշտության զգացողություն է առաջացնում։ Այսինքն այս դեղամիջոցները օգտագործելով դու քո մարսողությունը դանդաղեցնում ես ու շատ ավելի կուշտ ես քեզ զգում, շատ ավելի քիչ սնունդ ընդունելով, ինչի շնորհիվ դու նիհարում ես։ Խնդիրը նրանում է կայանում, որ երբ որ դու դադարեցնում ես այս դեղամիջոցները օգտագործելը, քո սովի մակարդակները վերադառնում են նորմայի ու նույնիսկ ավելի են ուժեղանում քո կորցրած քաշի պատճառով, ու դու սկսում ես լրիվ նույն ձև սնվել, ոնց որ դու սնվում էիր մինչև այս դեղամիջոցները ընդունելը, եթե ոչ ավելի վատ։ Քո նիհարելը եղել է մենակ այն դրա պատճառով, որ դու ճնշել ես քո բնական սովի զգացողությունը։ Դու չես փոխել քո ապրելաոճը, դու չես փոխել այն, թե դու ոնց ես սնվում, դու չես փոխել քո ընդհանուր ֆիզիկական ակտիվության մակարդակները, ու եթե դու սկսում ես վարել լրիվ նույն ապրելաոճը, ինչը որ դու վարում էիր մինչև դեղամիջոցը ընդունելը, դու վերադառնալու ես այն նույն քաշին, որին դու հասել էիր քո հին ապրելաոճով առաջին հերթին։ Միակ ձևը ռեալ մնայուն քաշի փոփոխություն ունենալու, էդի ֆունդամենտալ փոփոխություններ ունենալն է ապրելաոճի մեջ։ Ընդհանուր ֆիզիկական ակտիվության մակարդակները բարձրացնելը, սովորել ավելի ճիշտ ու գրագետ սննդային ընտրություններ կատարել, ու նաև ավելի ճիշտ կառավարել սովի ու craving-ների իմպուլսները։ Ու այս ամեն ինչի համար դեղամիջոց չկա։ GLP-1 agonist-ները հաստատ իրենց տեղը ունեն ու ոնց որ բոլոր դեղամիջոցները կարող օգտակար լինեն, եթե ճիշտ կոնտեքստներում օգտագործվեն։ Ուղղակի իմացեք, որ իրանք չեն փոխարինում այն ծանր աշխատանքը, որը հարկավոր է մնայուն արդյունք ունենալու համար։